Ողջույն, ԿՊ-ն սկզբում մարդկանց ժողովրդին բաժանում էր նախկիների և ներկաների, հետո սևերի և սպիտակների, դրանից հետո համբալների և ինտելիգենտների, հիմա բարձրակարգերի և ցածրակարգերի։ Հիշում եք 2018 թվականի լոզունգները՝ կոկորդ էին պատռում, այլևս արտոնյալներ չեն լինելու, բոլորդ վարչապետ եք։ Եկեք շերտ առ շերտ քանդենք այս հավասարության կեղծիքը։ ԿՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ասում է՝ իմ տղան չի ծառայել բանակում, որովհետև բարձրակարգ տղա է։ Սա չի ասել մի շարքային ուսապարկ, սա ասել է մարդ, որը Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ է, բանակի բարեփոխիչը ի պաշտոն է։ Հայտարարել է՝ պետք է բանակում չծառայելը անհնար լինի, ծառայելը պատվաբեր, ու դրանից հետո իր որդուն ազատել է բանակից։ Անձամբ եմ հետաքննություն արել։ Անդրանիկ Քոչարյանի որդին բուհ է ընդունվում և ստանում է բանակից տարկետում, հետո տարկետում է ստանում մագիստրատուրայի համար, ապա ասպիրանտուրայի համար։ Ասպիրանտուրան ավարտվում է, պետք է պաշտպանի թեկնածուական ատենախոսություն, որ բանակ չգնա, ու այ քեզ զարմանք, մի հատ ստանում է բժշկական տարկետում ու բաց է թողնում զորակոչը, հաջորդ զորակոչին էլ է ստանում տարկետում ու չի գնում բանակ, ու այսպես բանակից խուսափում է այդ բարձրակարգը։ Անդրանիկ Քոչարյանի տրամաբանությամբ իր տղան բարձրակարգ է, ինչի գնար բանակ, հենա ցածրակարգերը գնում են էլի։ Սա ԿՊ-ի մտածողությունն է, Ժորժ ջան։ Շարքային քաղաքացու ամենամեծ ցավը ոչ թե պարզապես փողի պակասն է, այլ անարդարությունը, երբ իր երեխան սահմանին է, իսկ իշխանավորինը կաբինետում, երբ նախ ասում են դուք բոլորդ վարչապետ եք, հետո ասում են չէ, մենք ենք բարձրակարգը, դուք ցածրը։ Գուցե սա էր պատերազմը չկանգնեցնելու հիմնական պատճառը։ Որովհետև ԿՊ-ի տրամաբանությամբ պատերազմողները բարձրակարգ մարդիկ չէին։ Առողջապահության նախարարն ասում է, թե մեծ ցավ է ապրում Անդրանիկ Քոչարյանի անզգույշ արտահայտության համար։ Իսկ տիկին նախարարը ցավ ապրում էր, երբ տոպրակների մեջ էին լցրել հերոսների դիերը, լցրել պահեստում։ Տիկին Ավանեսյանը ցավ ապրում է, որ 18-ամյա Դավիթը իրենց թիմի ղեկավարի սադրանքի պատճառով վերակենդանացման բաժանմունքում է։ Իդեպ ինքը իրավաբան է, վստահ եմ, պարզ հասկանում է ինչ-ինչոց է, ուղղակի երևի այնքան է ուրախացել ԿՊ ցուցակի եռյակում հայտնվելու համար, որ այդ թեմայով ծպտուն չի հանում։ Սրանք տարանջատումը վաղուց են սկսել ժողովրդի հետ։ Եվ սրանք միշտ են բանակը համարել պատժիչ հիմնարկ։ Նույն Անդրանիկ Քոչարյանը չէր, որ կոչ էր անում իշխանության դեմ ակցիա անողներին ուղարկել վարժական հավաքների կամ ուղարկել սահման։ Հիմա կարդում եմ շատ համառոտ ցանկ ԿՊ-ական պաշտոնյաների, որոնք չեն գնացել բանակ, երևի համարելով, որ բարձրակարգ են իրենք։ Պատգամավորներ Վաղարշակ Հակոբյան, Էդուարդ Աղաջանյան, Սարգիս Խանդանյան, Հայկ Կոնջորյան, Ռուստամ Բաքոյան, Ալեքսեյ Սանդիկով, Նարեկ Գրիգորյան, Կարեն Սարուխանյան, Բաբկեն Թունյան, Արմեն Խաչատրյան եւ այլն չեն ծառայել նախարարներ Գևորգ Պապոյանը, Արարատ Միրզոյանը, Մխիթար Հայրապետյանը, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը, նրան նախորդած Հակոբ Սիմիդյանը եւ այլք։ Չեն ծառայել մարզպետներ Դավիթ Արուշանյանը, Արեն Մկրչյանը, Սերգեյ Մովսիսյանը եւ այլք։ Ամեն ոլորտի Ժորժ ջան, մի քանի հոգու եմ ընդամենը տալիս, բոլորին թվարկելու ժամանակ պարզապես չկա։ Չեն ծառայել Միացյալ Նահանգներում դեսպան Նարեկ Մկրչյանը, Իսպանիայում դեսպան Սոս Ավետիսյանը, Գերմանիայում դեսպան Վիկտոր Ենգիբարյանը եւ մի շարք այլ դեսպաններ։ Չի ծառայել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, չի ծառայել, իհարկե չի ծառայել Նիկոլ Փաշինյանը, նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Սահմանադրական դատարանի դատավոր օրերս նշանակված Վլադիմիր Վարդանյանը եւ այլն եւ այլն։ Մենակ Անդրանիկ Քոչարյանը չէ, որ որդուն ազատել է բանակից, այդպես են վարվել ԿՊ-ական պատգամավոր Վահե Ղալոմյանը երկու որդիներին ազատելով բանակից, Կենտրոնական Տրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ևս երկու որդիներին ազատելով։ Հլը Անդրանիկ Քոչարյանը մեկին է ազատել։ Մինչ այս գիտենք, որ այս բոլորը չեն ծառայել կրթական հիմքով կամ հիվանդության բերումով կամ երակները փրթելով, բայց պարզվում է, որովհետև իրենց համարել են բարձրակարգ։ Նաև այն բարձրակարգերը, որոնք չեն ծառայել բանակում, ԿՊ-ի օրոք դարձել են ԿՊ-ական խոշոր գործարարներ։ Ովքեր են մասնակցում ու շահում պետական գնումները, Ժորժ ջան, հաճախ մեկ անձից։
ՔՊԱ-կան պատգամավորների ընտանիքի անդամներ, նախարարների ընտանիքի անդամներ, ավագանիներ, նրանց ընտանիքի անդամներ, քաղաքապետի բարեկամ, քեռի, քաղաքապետի սկեսուր, ամուսին, եղբայրներ եւ այլն։ Այս պահին կարող եմ տալ մոտավորապես 170 անուն, ժամանակը թույլ չի տալիս անվանական նշելու, մի օր կանդրադառնամ անպայման, թե ինչպես են հեղափոխական ուսապարկերն ու ազգուտակը հանկարծ դարձել խոշոր ու արտոնյալ բիզնեսմեններ։ Մատը դրեք ցանկացած պետական հիմնարկի վրա։ ՔՊԱ-կանների հարազատներն են, բարեկամները, ազգուտակը, դուք գումար եք ծախսել, կրթվել եք, դարձել եք մասնագետ, բայց աշխատում եք ուրիշ ոլորտում, ուր պատահի, ոչ ձեր մասնագիտությամբ, որովհետև թերի կրթություն ունեցող, իսկ շատ դեպքերում էլ բարձրագույն կրթություն չունեցող շատ ՔՊԱ-կաններ ու նրանց հարազատները լցվել են պետական կառավարման համակարգ, վարչապետից մինչև падգամավոր ու պոակի պետ։ Արդեն ՔՊԱ-կան իշխանությունը պահանջում է իր ԽԾԲ-ին տեղավորել տարբեր խոշոր մասնավոր հիմնարկներում, հեծ, հանքեր եւ այլն։ ԽԾԲ համակարգը հասցրել են սրանք կատարելության, ու այստեղ այնքան անուններ կան, որ վստահեցնում եմ 10 հաղորդում էլ կարդամ վերջ չունի։ Նախարարությունում ու պոակներում ժողով են անում, նայում ես նույն ընտանիքի անդամներն ու բարեկամները նստած այդ սեղանի շուրջ։ Եվ քանի որ արտոնյալ են, բարձրակարգ են, ուրեմն պետք է եւ վարձատրվեն արտոնյալ։ Նայեք ՔՊԱ-կանների պարգևավճարները, շարքային աշխատողը, որ ստանում է 150,000 դրամ աշխատավարձ, ստանում է 30,000 դրամ պարգևավճար, իսկ նախարարը, որ ստանում է 1.5 միլիոն աշխատավարձ, ստացել է մոտ 9 միլիոն պարգևավճար։ Մի քանի օր առաջ հրապարակեցին գլխավոր քարտուղարներին բաժանած միլիոնները։ Բա պետք է նաև ստացած փողով երևա, որ իրենք բարձրակարգ են։ Ու ՔՊ-ն գուցե մտածի այս ամենի համար, եթե ժողովուրդը վատ չի զգում, Անդրանիկ Քոչարյանի անկեղծ պորտկումից ինչու է վատ զգում։ Ձեզ ասեմ, որ ՔՊԱ-կաններն ու նրանց հարազատները նաև հանցավորության մեջ են բարձրակարգ։ Հələ մի հատ նայեք ինչքան հանցագործություններ կան, որոնց խառն են ՔՊԱ-կան պաշտոնյաները, թաղապետից մինչև падգամավոր ու վարչապետ, նրանց հարազատ բարեկամ ընկերները, ու վրա չի հասնում պատիժ, ու կտեսնեք, որ այստեղ էլ են արտոնյալ։ Կարճ ասած, սրանք եկան ժողովրդի ծառայի համեստ դիմակով։ Բայց զարմանալի արագությամբ ու չտեսնված ցինիզմով ստեղծեցին գերարտոնյալ, ժողովրդին նվաստացնող, պետական բյուջեն լափող, իրենց բացառիկ համարող մեր նորագույն պատմության ամենացինիկ արտոնյալ կաստան։ Այսօր Հայաստանում հավասարություն կա միայն մեկ հարցում՝ ժողովուրդը հավասարապես տուժում է այս բարձրակարգերի կայացրած որոշումներից ու վճարում նրանց ճոխ կյանքի գինը, փակում ապաշնոր կառավարման պարտքերը ու ապրում է տագնապով։ Ժորժ ջան, սա իդեպ մեր արտաքին ձախողումների, սահմանային զիջումների, մեզ հասած ողբերգությունների գլխավոր պատճառներից է։ Պետությունը անպաշտպան է ու զիջողական, որովհետև իշխանության ողջ էներգիան գնում է այսպիսի բաների վրա։